Ամոս Սահյանի ծննդյան 100-ամյակը և մեր շատ սիրելի Սևակի 90-ամյակը։ Ինչ ենք միացրել։ Միացրել ենք, որտեղ նրանք շատ մեծ բարեկամներ էին, առանց իրար կյանք չունեին, կարանք մեր խոսակցական լեզվով ասել, առանց իրար չկային։ Ամբողջ ժամանակ նրանք միասին էին, առաջի բանաստեղծությունը կարդում էին իրար համար, բացատրվում էին, եթե հանգամանքներ էր լինում, ինչ-որ հարցեր էին ունենում, բոլոր հարցերում կիսվում էին իրար հետ, այնպես որ ինչպես կյանքում էին իրանք միասին, ուզեցինք, որ այս մեր միջոցառումը նորից իրար կողքի լինեն, միասին լինեն, մենք սիրում ենք երկուսին էլ, պաշտում ենք երկուսին էլ ու հայ ժողովուրդը երբեք չի մոռանալ մեծ բանաստեղծներին, ուրեմն եկեք սկսենք։ Եվ այսպես երկու գագաթ, Ամոս Սահյան և Պարույր Սևակ։ Բարև։ Մեկ հատիկ այս բառն եմ ասում, կնքված անձնագիր ցույց տալու նման, կենսագրություն պատմելու նման կամ հարցաթերթիկ լրացնելու պես, և կուզենայի, շատ կուզենայի, որ այս բառն իրոք դառնար անձնագիր, աշխարհում համարի, ամենքի համար, և կուզենայի, շատ կուզենայի, որ նմանապես այս բառը լիներ նոր և իրական մի, բացվիր, սեզան։ Բարև ասեիր, գնացքին նավին կամ օդանավին ու ներս մտնեիր, բարևդ իբրև տոմսակ ընդունվեր, բարև ասեիր կնոջն անծանոթ ու նա քեզ սիրեր հենց նույն վայրկյանին, կամ ներումնահայտ ժպիտով ասեր, թե բարևել են, քեզանից առաջ, բարև ասեիր և պարզ երկինքը իսկույն անձրևեր, եթե պետք է դա, բարև ասեիր լրակյացողին և նա ծլարկեր ու հասկավորվեր, բարև ասեիր մահին էլ անգամ, ու նա հասկանար, որ ինքը քեզ մոտ գալով շտապել, շատ է շտապել, բարևը դառնար իրական ու նոր մի, բացվիր, սեզան, և այն ժամանակ, եթե արջին էլ ասեիր բարև, նա էլ միգուցե հենց նույն վայրկյանին խաղալիք դառնար մեր մանկան համար, և մի այնպիսի կարգին խաղալիք, որ ոչ մաշվում է, ոչ էլ հասարակ բանից փչանում, այնպես էլ օձը, ծերերի ձեռքին ձեռնար, կոկորդիլոսը դառնար պահարան խաղալիքների, կախարան դառնար եղջերուն վայրի, և փոթորիկը բեմի, պարախումբ, մարդն էլ մարդ, իրոք, անկարելի բան աշխարհում չկա, եթե աշխարհում տիրում է բարին, որ մեր բերանում դարձել է բարև, ուրեմն, անձնագիր ցույց տալու նման, կենսագրություն պատմելու նման, կամ հարցաթերթիկ լրացնելու պես, բարև, քեզ ու ձեզ, ծանոթ անծանոթ իմ սիրելիներ, թող անկարելին դառնա կարելի աշխարհում համայն, ամենքիս համար, դառնա կարելի վաղն ու հենց հիմա, դառնա կարելի մեկ բառով, բարև։ Սիրելի ընթերցող, այս բանաստեղծությամբ ողջունում ենք ձեզ և Ամոս Սահյան ու Պարույր Սևակ մեծ բանաստեղծներին նվիրված ցերեկույթը հայտարարում բացված։ Քիչ-քիչ են գալիս, բայց ոչ ուշացած։ Ասում է Պարույր Սևակը մեր մեծերի մասին, և դա առաջին հերթին վերաբերում էր իրեն ու իր մեծ բարեկամին, Ամոս Սահյանին։ Ճշմարիտ բանաստեղծները կարծես հայտնվում են երկնքի օրենքով, աստղերի պես, սկզբում աղոտ ու գունատ, հետո հանկարծ շողում ու բոցավառվում են, և այդ բոցն է, որը նրանց գրչին հավերժի լույսը պարգևում։
ուշ են գալիս, բայց ոչ ուշացած։ Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին, բայց ժամանակից առաջ են ընկնում։ Դրա համար էլ չեն ներում նրանց։ Անտոմ չեն նրանք կամ անհայրենիք, հասարակ մորից ու հորից ծնված։ Սերում են նրանք եւ այն վայրենուց, որ էլ չէր կարող ապրել քարայրում։ Սերում են նրանք եւ այն ծերուկից, որ նախընտրում էր քնել տակառում։ Սերում են նրանք եւ այն պատանուց, որ սիրահարվեց իր իսկ պատկերին։ Սերում են նրանք բոլոր նրանցից, որ սատանային հոգին են ծախում։ Միայն թե անեն մտածածն իրենց, ինչ փույթ, թե սատկեր ժամանակից շուտ։ Անվտանգ, ինչպես հրդեհն արևի, անվնաս, ինչպես օգտակար լորտում, վախ են ներշնչում պետություններին, մինչև իսկ իրենց կամքին հակառակ, արքաների հետ խոսում են դույով, եթե իհարկե լսում են նրանց, իսկ թե չեն լսում, չեն լռի մեկ է, կխոսեն նույնիսկ իրենց կոշկի հետ, ով սահմանում է նոր օրենք ու կարգ, հայտարարվում է և օրենքից դուրս, բայց չեն վախենում նրանք չար մահից, ապրում են դժվար ու մեռնում են հեշտ։ Ժամանակի պողոտայով պոետների բազմության միջով քայլեցին Վիթխարի Սևակը և Հզոր Սահյանը։ Իրարից տարբեր և միայն իրենց ջերմությամբ, տաղանդի մեծությամբ ու ժամացույցի ցույց տված լակով էին նույնը նրանք։ Անկեղծ բարեկամությամբ ու մեծ սիրով, մտերմությամբ էին իրար կապված Պորտկուր, Դյուրագրգիռ Պարույր Սևակը և Խոհուն հանդարտ Համոսահյանը։ Եվ այսպես երկու գագաթ, Համոսահյան և Պարույր Սևակ։ Իր մասին Համոսահյանն ասում էր. Ես եմ, ամեն մարդ յուրովի է ինձ ընկանում, քանի մարդ ինձ ճանաչում է, այնքան Համոսահյանը։ Սիրտս մեկ է, նայած ում առաջ եմ բացանի, ամեն մեկն իր գույնն է վերցնում, իր հնչյունը լսում, 1000 Համոսահյան էլ լինեմ, 1000 գույն ու ձայնով էլ Երևան մի վերջո մի բան եմ ասում, աշխարհի բոլոր բանաստեղծներն էլ նույն բանն են ասում, մնում է միայն անհատականությունը։ Թող աչքերիս լույսն էլ մարի, միայն միտքս փոխվի բարի, համերգի մեջ այս աշխարհի չհամրանամ, փոշի դառնամ բարձրունքներում, այրվեմ ես իմ արցունքներում, միայն կյանքի մանրուքներում չմանրանամ, թող ծանրանամ հոգսի բեռով և ներշնչված մնամ նորով, կյանքի վրա ոչ մի օրով չծանրանամ, ապրեմ այսպես 1000 տարի, բախվեմ 1000 ժեր ու քարի, շնչեմ 1000 հողմ ու քամի և ամրանամ։ Գրողի դերը հասարակության մեջ ազնվություն պատվաստելն է, այսպես էր ասում Համոսահյանը։ Համոսահյանին ճանաչելու համար պետք է սիրել հայրենի բնաշխարհն ինչպես ինքն էր սիրում։ Անպավորոտած Սահյանը, հարևը մայր մտավ Սահյանը, քարափիչրերը փոկված Սահյանը, նա ծնվել էր բնությունից և ձուլվել այդ բնությանը։ Լույսը առավ սարին, սարսռում է սարը, սարերը վեր թռան, հավքն արթնացավ ծառին, սարսռում է ծառը, ծառերը վեր թռան, քարեց ելավ քարին, սարսռում է քարը,
քարերը վեր թռան։ Եվ ինձ մի պահ թվաց, քարերի տակ քնած, դարերը վեր թռան։ Երթիկնի վար երկնքի խաղ, առավոտ, լույսի հոտ է, մոր ծոցի հոտ, հացի հոտ, սարտնած հովիտ, թրջված հովեր, բոբիկ ոտ, ցողի հոտ է, ծիծաղի հոտ, շողի հոտ, արև կողլանջ, մրկած կածան, տապ ու տոտ, քարի հոտ է, օշինդրի հոտ, ուրցի հոտ, թաղկանց ձյուներ և ծաղիկներ, ձյունի մոտ, քամու հոտ է, բարձունքի հոտ, ամպի հոտ, ծմակնի վար խոնավ խութեր, խոնար հոտ, մամուրի հոտ, սարսուրի հոտ, սունկի հոտ, ահրելի ձոր, մաշված առու, մրսած օդ, ցավի հոտ է, անձավի հոտ, մութի հոտ, մի բուր հանգիստ, պապիս մի բուր հողի մոտ, արցունքի հոտ, մորմոքի հոտ, խնկի հոտ։ Ուր որ նայում եմ, քարե արցունք է, քարե բարձունք է, քարե ժպիտ, քարե սարսուր է ու քարե սունկ է, քարե ծաղկունքի քնքշանք է բիր, քարերի վրա քարե վագրեր են, ուր որ պիտի հոշոտեն իրար, քարե երթեր են, քարե վանքեր են, քարե հավքեր են քիվերնի վար, քարե մրիկ է ու քարե բուք է, քարե բողոք է և քարե բերդ, քարե շեփոր է, քարե թմբուկ է, քարե թափոր է, քարերի երդ, քարե ընդվզում, քարե տանջանք է, քարե ավար է, առևանգում, քարե զարմանք է ու զարհուրանք է, քարե թրթիղ է, քարե անկում, քարե ամպրոպ է ու ծիածան է, քարե լծկան է ու քարե մաչ, քարե մագաղատ, քարե մատյան է, քարե խորուրդ է ու քարե խաչ, մեր բաժին աստված, քո սիրտն էլ քարեր, որ մեզ քարերը տվիր նվեր, բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր, և երկարում է քարերն ի վեր։ Քարափների գլխին որոտնաբերդ, քարափների ծունկին ծիծեռնավանք, քարափների շուքին երկնքի շերտ, քարափների շուրթին ջրվեժի զանգ, խորքում գանձ ունեն քարափները, թիկունքին ունեն անտառ ու հերկ, միայն մի բան չունեն քարափները, քարափները չունեն կարապի երկ։ Սարն արև վրան ծիրանի մի քող, ննջում է կարծես ծաղկի անկողնում, անտառն արևի բեկբեկուն մի շող, ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում, ժարից թվել է գետափին չոքել, իզը երկարել ու ջուր է խմում, հովն ամպի թևից մի փետուր պոկել, ինքն էլ չգիտի թե ուր է տանում, քարափի վրա շողում է անվերջ, ոսկի բոցե պես թևը ծիծաղի, կանգա, հողագունդ, քո պտույտի մեջ, թող մայրամուտը մի քիչ երկարի։ Իր մասին Սևակն ասում էր. 11 տարեկան էի, երբ գրեցի առաջին ոտանավորս։ Գիրք չկար գյուղում, որ կարդայինք։ Կյանքումս մեծ գողություններ եմ արել։ Կես գիշերին 3-4 հոգով մտանք մեր գյուղերի դպրոցական գրադարանները։ Գողություն, գողության բոլոր կանոններով։ Գողություն կարդալուց արավից, կարդում էր ինչ ձեռքը սնկներ։ Մայրս անգրագետքին էր և բնականաբար չգիտեր ոչ գրող, ոչ էլ բանաստեղծ բառերը, բայց գիտեր Գիգորի տխուր պատմությունը։ Այսքան որ կարդում ես, գոնե Գիգորը գրողի պես մեկը դառնայիր, ասում էր մայրս։ Գաղտնիքս մեծ, ինքս փոքր։ Արդեն գիտեի, որ գրող կամ բանաստեղծ եմ դառնալու։ Այդ մասին գիտեի ես ու մեկ էլ Աստված։ Եվ կյանքիս առաջին ամենամեծ զարմանքը եղավ այն ժամանակ, երբ իմացա, որ մայրս գիտի այն, ինչ գիտի միայն Աստված։
ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Իսկ որն է չափը։ Ով է սահմանել։ Ով է այդ չափը չափել ու կտրել։ Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Իսկ ես ուզում եմ նվիրվել անչափ, ուզում եմ տարվել ու սիրվել անչափ, եթե ուրախ եմ, ճչալ եմ ուզում, տխուր եմ, անզուսպ լացել եմ ուզում, չեմ ուզում տրվել չափին գեղեցիկ, չափի մեջ ձևված, կեղծավոր մարդիկ ամենուրեք են, չափով են խոսում, չեն անկեղծանում, չափով են ժպտում և ուրախանում ու մտածում են, չէ, շատ ժպտացի, դե երես կտամ, ավելի լավ է չափավոր ժպտամ, չափավոր սիրեմ, չափավոր ներեմ, հոգնել եմ, այդ կեղծ չափից ու ձևից, այդ կեղծավոր ու անվերջ չափչփող, չափված ու ձևված արարածներից։ Ես ուզում եմ, որ պարապը լցվի լացով, բայց ոչ թե մոր, այլ մանուկի։ Ես ուզում եմ, որ կարապը ոչ թե մեռնի, որ կարապը ապրի երգով։ Ես ուզում եմ, որ տարափը տեղա արտի, ոչ թե իզուր ծովի վրա։ Ես ուզում եմ, որ կարապը կարապ պահի ոչ թե օձեր ու մողեսներ։ Ու թե մահը անխուսափ է, թող նա տանի ոչ հերոսին, այլ մարդուկին, թե կռիվն անխուսափ է, թող չկռվեն երկու երկիր այլ մարդուկին, թե արդուկելն անխուսափ է, ահա շորը, սիրտ մի հանձնեք տակ արդուկին։ Ես ուզում եմ, եթե երկեն, այնպես երկեն, որ չմտածեն հոգի հանեց, եթե հարգեն, այնպես հարգել, որ քծնանքի չվերածվի, եթե երկեն, այնպես երկել, որ չմտածեն, թողեք մի անգամ էլ ուզեմ։ Ես ուզում եմ, ինչպես մարդու նախահայրը իր օթևան քարանձավից չար նախանձի կերպարանքով հինգազանն էլ առանց ցավի մարդու սիրտը թողած գնա։ Ես ուզում եմ, եթե գերվել, ոչ թշնամուց, այլ խելքահան աղջիկներից։ Եթե կռվել, ապա միշտ բարիշել, եթե սիրվել, ապա մեկից և մեկ անգամ։ Ես ուզում եմ, ձեր կարծիքով անհնար է, թող այդ դեպքում կանայք ծնեն առանց ցավի։ Երկրները պատերազմեն, սակայն առանց արյան ծովի, հրդեհները առանց հրի թող չարակեն, մարդիկ իրար առողջությամբ թող բարակեն, թե բարակել է հարկավոր, թող բարակի մեջքը կանանց, թե տառակել է հարկավոր, թող նա մնա մեզան ճանաչ, ինչ կոտորակվել է հարկավոր, դպրոցական տետրակներում կոտորակվի, ոչ թե մարդկանց սիրտը ծակվի, պատարակել է հարկավոր, համերգային մեծ բեմերից պատարակվի, ոչ թե երգով դագաղ փակվի, ինչ տրակվել է հարկավոր, թող տրակվի մանկան փուչիկ խաղալիք հայներ, եթե անորակ է, ոչ թե արդար և մեղավոր մեր մարդկային մոլորակը։ Ես ուզում եմ, այն եմ ուզում, ինչ ամենքդ։ Անսահման մեծ էր Սևակ Սահյան բանաստեղծների հոգևոր կապը, վստահությունն ու սերը իրար նկատմամբ։ Սևակը երկարատև բացակայությունից հետո, երբ վերադարձավ Մոսկվայից, իջևանեց Սահյանի տանը։ Անլրելի զանգակատունը արդեն գրված էր։ Բացասական գրախոսականների ոչ վարացական միջավայրում Սահյանը խմբագրեց ու աջակցեց զանգակատան հրատարակության։ Անլրելի զանգակատան մեջ իր ամբողջ ուժգնությամբ փայլատակեց Սևակյան շնշող տաղանդը։ Զանգակատունը իսկական սիմֆոնիա է, ուր հերոսականն ու ողբերգականը միահյուսվելով հնչում են որպես հայ ժողովրդի հաղթական հիմն։
1869 թվին հայոց այգիներն ինչ պտուղ տվի։ Հայոց արտերում ինչ բերք էր հասել, դժվար է ասել։ Սակայն այդ թվին Մայր Հայաստանի արգանդը եղավ սրբորեն բեղում։ Մի մանուկ ծնվեց լորվա դսեղում։ Նա հետո պիտի դառնար պատանի, և երիտասարդ, և այր իմաստուն, ամբողջ մարույն լացով սպանի։ Մեր հառաչանքը հասցնի Աստծուն։ Մրմուրից դաղված նրա բերանով Սարոյինանը պիտի ող պասի, Մսրազորքի հետ Դավիթը խոսի, Գիքորը կանչի։ Էստի համեցեք։ Նա պիտի երգի, ինչ է կամեցել իր մոխրակալած իրակես հոգին, և որքան տրտում, նույնքան կենսագի, տարիներ հետո, նա պիտի դառնա մի ժողովրդի ազնիվ կենսագիր։ Եվ նույն թվին, լորուց շատ հեռու, Անատոլուի խավար խորքերում, մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ։ Ինչ այն է նրա, գևում կոշկակար, գոգնոցը հանեց արխալուր հակավ, հարևան դրկից մի շշողով նրա տուն եկան աչքալուսանքի։ Հետո հերթ հասավ կանանց հասանքին։ Մի թասխավիծով կամ ձվածեղով ծննդկանի շուրջ նստեցին նրանք, որդուն մաղթելով արևշատություն, նորատի մորը շուտ ապաշխարանք, աղբորիկ մի հարց, բարի տատություն։ Երևի այդ օր, եթե ոչ մարդկանց, գետ ամենալուր և ամենազոր բնության համար տոն էր անսովոր։ Չէ որ նա գիտեր, թե ում է ծնել, լսում էր, չէ որ, թե ինչ նվագներ և ինչ անհամար, ինչ հայաշխարհիկ երգեր են հնչում այդ երկու թխլիկ նորածինների դեռ ոչինչ չասող առաջին ճիչում։ Երևի այդ օր ցերեկը ձգվեց, քնից նոր զարթնած կտրիճի նման, իսկ ստվերները հարված սպասող շնիկների պես պոչերը քաշած լուր կծկվեցին։ Երևի ահեղ ջրվեժներն այդ օր հոսեցին անձայն, ինչպես նկարում, և լույսը երգեց, քարը պար եկավ։ Հայրենիքը բանաստեղծների ներշնչանքի անսպար աղբյուրն է, հայրենասիրությունը ամենաբարձր զգացումը։ Հայաստանը կյանք է, էություն, տուն, օջախ, անցյալ ու ներկա։ Մեր ճանապարհը բախտի հեռաստաններն է տանում։ Երբ է եղել ապահով մեր ճանապարհը այսքան։ Հայն, այսպիսի հայրենիք երբ է տեսել աշխարհում։ Երբ է եղել աշխարհում մի այսպիսի Հայաստան։ Ոչ թե օրով ու տարով, ժամերով է մեծանում, ինչպես մերին էպոսում Սասնա մանուկ այն հսկան։ Հայն, այսպիսի հայրենիք երբ է տեսել աշխարհում։ Երբ է եղել աշխարհում այսքան հզոր Հայաստան։ Անկախության դրոշն է իր ձեռքերի մեջ պահում, և պահում է իր նորոգ բախտի հավատն անսասան։ Հայն, այսպիսի հայրենիք երբ է տեսել աշխարհում, երբ է եղել աշխարհում այսպիսի մեծ Հայաստան։ Հայաստան ասելիս այտերը սայրվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, չգիտեմ ինչու է այդպես։ Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է, Հայաստան ասելիս թևերս բացվում են, չգիտեմ ինչու է այդպես։ Հայաստան ասելիս աչքերս լցվում են, Հայաստան ասելիս հասակս ծաղկում է, չգիտեմ ինչու է այդպես։ Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է, Հայաստան ասելիս էլ մահնում շունն է, կմնամ, կլինեմ այսպես։ Մեր լեզուն մեր խիղճն է դա, սուրբ հացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է արդար ու համը մեր բերանի, մեր լեզուն ծուխն է մեր տան, մեր կշիռն աշխարհի մեջ, նա աղն է մեր ինքնության, էության խորհուրդը մեծ, մեր լեզուն արյունն է մեր, արյունից ավելի թանկ, մեր բուրմունքն ու գույնն է մեր լեզուն մենք ենք որ կանք, նա պիտի
մեր առաջին ու վերջին սերը լինի։ Ինչ ունենք ես աշխարհում, որ այսքան մերը լինի։ Իմ հայ ժողովուրդ, դու փոքր ես եղել, աղբյուր ես եղել և ոչ թե հեղեղ, դու փոքր ես եղել,